Ես ինքս չեմ դեսներ որպես զուտ կիբրացի կամ որպես զուտ հայ, չեմ ասեր մեգա իմ հայրենիքս է մյուսը չէ, այլ թե իմ ծննդավայրս Կիպրոսի հայրենիքս իմ հայրենիքս է, թե իմ ասկային մայր հայրենիքս է Հայաստանը։ Այդ երկույթությունը քեզի գխանկարե դոկտոր Աշչյան։ Կիպրոսի հայությունը գիտես որ հասած է անբիսի դեղմը որ պետք ունի շոկիմը էլեկտրիկ շոկ Կիպրոսը սկսած է տապանցել այդ նույն հիվանդությունը որ բոլոր սպյուրքին մեջն է այսօր երդասարտության նշույլ չի գա Դուք լույսը տեսած եք ավանդությունն է ընդանեգան որ գեդևիմ Ինչս է լույս տեսնել խոսքը ազատ որնատիրներու մասին է մասոններու մասին Ինչ է քեզի համար այս շարժումը կամ այս միությունը ինչու գվախնան մարդիկ երբ որ ասես ասի մասոն է Conspiracy theories Գիտես, այսօր Google բաց եւ փնդրե Գնալ առաջին դասին մեջը մեծամասնությունը քեզի բացասական ժխտական դպավորություն Խորքը ժխտական չէ ըստ քեզի Ոչ, պաշտոնական մագարտակով Ալեք Մանուկյանը 1978 նոյեմբերին Նյու Յորքի մեջ խորս որ այդ ժամանակ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներ ասած է Մելքոնյանը պիտի փագեմ, պիտի ծախեմ Ուղղակի փարացի օրը Նպատակը ինչ է Եգուր, անգերց խոսի Վերքին տնենք, ինչ պիտի խոսի, արևելահայերեն պիտի խոսի, թե արևմտահայերեն պիտի խոսի։ Այսօր մենք բայկարի մեջ ենք, մենք քրդինք կտապենք, որ մեր արևմտահայ լեզուն, մշակույթը, ժառանգությունը պահպանելու, մյուս կողմը Հայաստանի Հանրապետություն, մյուս կողմը նորաստեղծ սպյուրքի անկաուտեր, բոլոր արևելահայեն։ Մեր ժողովուրդը Հայաստանի եկեղեցին անտեպ որոշ վերաբահություն ունի, նույնը չէ սպյուրքի անտեպ։ Սպյուրքի եկեղեցին սխալներ չունի արդյոք, ունի։ Բայց ինչ է գախնիկը քու գարձիկովդ որ Հայաստանի մեջ մեր ժողովուրդը քիչմը ինքնինքը հերու կբահե կամ ժողովրդի խավը հերու կփորձե բահել եկեղեցին Վարդապետը բարեկամ ինձ իսա որ ես իմ կուրսիս մեջ Գևորգյան Ջեմարան աշակերտներ ունիմ որ պլան տրած են ես ասչապտարի եմ պիտի լամ վարդապետ ասչապտարի եմ պիտի լամ եպիսկոպոս ասչապտարի եմ պիտի լամ առաջնորդ ասչապտարի եմ պիտի շահիմաս կան դոլար ասչապտարի են ասկան 100,000 Ողի ցեզի այսպես սսած է ինքը ապշած է որ ինչու մարդիկ կտիմեն հոգևոր ծառայության այդիկա այսին կոչում չի այլևս եկեղեցին բիզնես չէ եկեղեցին աշխատանքային ասպարեզ չէ եկեղեցական լալ Տուն Նիգոսիա Գաբրիս Արմենիաս ստրիտեն մսենք քնումը դրիր հանդիպեցար առաջնորդարան բարևեցիր Գոմիդաս Սրբազանին օրնությունը ստացար դուն կացիր գիշերը վախ կամեջդ որ թուրքերը հոնեն Չեքսպերնար 80 միլիոն 90 միլիոն հաշվող աշխարհի ամենահզոր բանակներն մեկ ունեցող պետության մահանտեպ Դավիթի եւ Գողիաթի պատմությունն որտեղ այս բարակային Գողիաթը զորավոր է Դավիթը հաղթական չի կար Երթա թրկական հակուստ կակվի գանանունգա որ ես թրկական made in Turkey կրվածը չեմ ակվիր Ինչս էլ է չես ակվիր իր ապրած երկրի մեջ ամեն օր դոներ կեբաբ կուտե Թուրքիան Բայց Այ որ է ֆանատիկություն է գույր ֆանատիկություն է ասիկա Այսին վերջ չունի Get over it Պրոշակ այրելով է որ մեր թադը պիտի լուծենք Ոչ Յանն է Ով է Ոչ Լուսավոր Չագանն է Ոչ Տաշնակցական Ռամգավար Հնչակյանն է Ով է Հոսե հայ Հոսե Անձնական գերբարով Մեգը գրնալալ 50 տարի դուրս ապրի Հայաստան եկած չլա գտեսնաս եւ գսկաս երբ որ զվարթնո ցոտագայան գիչնե կամ երբ որ դիզայնագապետ կելե եւ գտեսնաս ոնե որ գսկաս աս մարտը հայ Եկեք անգերց խոսենք Եկեք անգերց խոսենք Անտրանիկ Աշչյանն է այսօր մեր հյուրը Անտրանիկին հետ խոսեցանք բազում թեմաներու մասին Կիպրոս հայկական հարց հայ քաղուտներու աբակա երդասարտություն միություններ ու նաև փորձեցինք բաղակիձեր բանալ կարևոր եւ Դոկտոր Աշչյանի յանքի մեջ մեծ թերագդարություն ունեցող ազատ որնատիրներու մասին խոսանք նաև իր ընկալումներուն թե ինչպիսի իրավիճակի մեջ է այսօր Կիպրոսը եւ ինչ աբակա գա հայության համար Կիպրոսի մեջ առհասարակ ու նաև այդ բոլորը փոխ առնչեցինք մեր սիրելի հայրենիքին Հայաստանին այս բոլորը դոկտոր Անտրանիկ Աշչյանին հետ գացինք եկեք անգերց խոսենք Բարի եկած ես Անտրանիկ Բարի տեսանք Եկած ես այսօր անգերց խոսելու եւ հուսամ այդ շունչով կշարունակենք մեր զրույցը Անտրանիկ Միշտ անգերց խոսիլը շատ կարեւոր հատկություն մնա Հաջող բայց գլխուծավ կբաճարե Ադիկա լսողին Թոքալ խուցավ բաճարե Ես կխոսիմ դեսագետս կսեմ անգե վերջ ամեն մարդ իր մեկնաբանությունը գնե Կան թրական ամեն դեղալ կա ժխտական մեկնաբանություն Ինչ են Կիպրոսի վերջին լուրերը ինչ նորություններ կան մեր սիրելի գղզի են
Գազիեն ընդհանրապես թե հայության անշուշտ հայ։ Նայ, Կիպրոսի հայությունը գիտես որ հասած է ամբիսի դեղմը որ պետք ունի շոկիմը էլեկտրիկ շոկ որբեսի բادرազմեն ավելի շոկ Արցախի բادرազմեն ավելի շոկ ես կխոսիմ Կիպրայի դեղական իմաստով Կիպրոսը սկսած է տապանցել այդ նույն հիվանդությունը որ բոլոր սպյուրքին մեջն է այսօր երդասարտության նշույլ չի գա քիչ են երդասարտները որ գաղութային կյանքի մեջ չեն ուզեր որ երդասարտությունը չեն ուզեր որ ով չուզեր որ մեկ եւ ինչու երդասարտները չեն ուզեր որ երդասարտները վստահություն չունին հայկական գառույցներով հանդեպ այդ է որ ասասոր դղան է կամ ասոր բաբան այսինչ կուսակցության է կամ ասոր մաման այսինչ փարեսիրական միության է դարանչված է ուրեմն ասոր կարևորություն մի դակ ասիգա ադանգի երդասարտությունը այսօր ուսյալ է երդասարտությունը այսօր պետք է ճունի աս ներքին խաղերուն ներքին սիսավներուն այդ խոհանոցին երդասարտությունը երբ որ գտեսնա որ իրեն դախմը շնող չի գա դախմը որն է ականջ տնող չի գա կարևորություն դվող չի գա երդասարտությունը երբ որ գտեսնա որ իր քիդելիկներով իր ուսյալ վիճակին փանկետներ կան որ իրեն կարևորություն չեն դար այդ ժամանակ երդասարտությունը գերանա երդասարտությունը կորձի ասպարեզ ունի իր դեղական հետաքրքրություններ ունի գսե եթե ինձ մարդու դեղբի չի տնեն հայկական իրականության մեջ ինչ կորձ ունիմ ես երբ որ երդասարտը գսե որ ես ատներ գուսակցական կամ 5 գուսակցական հարցերեն ուզեմ հերուլալ ես հայ եմ այո հայության համար աշխատիմ ոչ թե այս պենքին գուսակցության կամ այ պենքին կապարախոսության աշխատիմ այդ ժամանակ երդասարտ ինքնապերապար բիդի հերանա Անտանիկ գիտես հաջող Կիպրոսի մասին խոսելով շատեր ինձ այդ կարծիքը հայտնած են որ հատկապես Մելքոնյանի փագումենի հետ Կիպրոսը այսպես իր շունչը սկսավ հոգնել շնչագդուր եղավ ճիշտ է այդ իրականությունը Սակո Մելքոնյանի հետ առնչված ամեն ինչը գարձեմ թե քիչը ուրեցված է այո Մելքոնյանը փճիչ մներ Կիպրոսի մեջ այո բայց Մելքոնյանը Կիպրահայությունը չէր Տունա Մելքոնյան բայց արինադար երակ մներ չէ գղզի մեջ մարդ պատրաստելու իմաստով մարդ պատրաստելու Մելքոնյանի մարդ պատրաստելու նահանջը սկսավ 70-ական թվականներին երբ արդեն ամբեր երևցած էին ծրակիրները գային եւ ասոր մասին մենք կանտրատարնանք հորս կենսակրության մեջ Մելքոնյանի փագելու ծրակիրներուն որ 70-ական թվականներին արդեն սկսած էր խոսվել այո չէ ոչ միայն խոսվել Պաշտոնական մագարտակով Ալեք Մանուկյանը 1978 նոյեմբերին Նյու Յորքի մեջ Հորս, որ այդ ժամանակ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչներ ասած է Մելքոնյանը պիտի փագեմ, պիտի ծախեմ։ Ուղղակի փարացի օրը։ Նպատակը ինչ է։ Մելքոնյանը թուն խոսիսկոր ասկային կամ մագարտակով երագիմը նյութական երակ մնագա որ այդ երագը փած կհոսեր հարց կուդամ ինչքան փած ուներ Մելքոնյանը։ Բոլոր հայկական դպրոցները փաց ունին դոկտոր Աշճյան ոչ թե իր առաքելության կատարման մեջ այլ ստորակետին այդ բոլոր մսխումներուն մեջ ուրեմն Մելքոնյան չապտերը միայն հadouk նախ պիտի չարանչենք 100%-ով Կիպրայության մեջ այսօր գնանք ասել որ այո գան Մելքոնյանցներ որ շատ փայլուն թերագադարություն ունին ոչ միայն Կիպրայի իրականության մեջ այլ Սպիրկյան իրականության մեջ բայց կան նաև մարդիկ որ երբեք Մելքոնյան չեն աջախած եւ նույն ինքն կարևոր թերագադարություն ունին Մելքոնյանը պետք է տեսնել օբյեկտիվ ակնոցներով Մելքոնյանի հարցը պետք է տեսնել օբյեկտիվ հարցերով այո Պագելու ծրակիրները գային այո մսխումները գային Այո Մելքոնյանը միակ երկրորդական վարժարաններ Կիպրոսի մեջ, բայց Մելքոնյանը նաև Դարաձախշրջանի մեջ վարժարան էր, երբ որ քաղաքական պայմանները Թրացի երկրներում մեջ վերջացան, Լիբանանի քաղաքացիական պատերազմը վերջացավ, Իրան-Իրաք պատերազմը վերջացավ, աշակերտներու հոսքը քիշերոտիկ սկսավ գալ Արևելյան Եվրոպայեն, նույն ինքն Հայաստանին։ Հայաստանին աշակերտ բերելը Մելքոնյան ինչ շահ ունի հայությունը
Դերևս այնտեղ մշակույթներու երգույթությունը հարթելու կամ ասենք բարեգործականի արաքյալներ պատրաստելու Հայաստանի մեջ այս մոդեցումը է արաքյալներ կպատրաստեք որ այսօրալ բոլորը սպիրկի մեջ բայց հայախոս չեն չէ մեծ հաշվով նորեն գուքանք նույն հարցին այդ սերունդները հայ գսկան թե ոչ չեն սկար նույն հարցը չէր երբ որ Ֆրանսան ցեղասպանությունը ջանցավ եւ մենք ասենք 400,000 հայություն կա այդ 400,000 ֆրանսահայերու մեջ քանի հոգին հայերեն գխոսի բայց 400,000 հոգին գրնալալ որ հայ գսկա ինձ մեկ եզմե ավելի հայ գսկա հայախոս լալը մեկ ֆակտոր է միայն այսինքն այսօր ատկան մեծ աշխատող ֆակտորը չէ հայախոս միայն չէ եգուր անգերց խոսի ցերկը վերքին տնենք ինչ պիտի խոսի արևելահայերեն պիտի խոսի թե արևմտահայերեն պիտի խոսի այսօր մենք բայկարի մեջ ենք մենք քրդին կտապենք որ մեր արևմտահայ լեզուն մշակույթի ժառանգությունը պահպանելու մյուս կողմը Հայաստանի Հանրապետություն մյուս կողմը նորաստեղծ սպիրկյան քաուտեր բոլոր արևելահայեն գտեսնանք տասական սպիրկյան դբրոցներու միորիա գուցե վարժարաններու մեջ այլևս արևմտահայերեն չի դասավանդվիր արևելահայերեն գտազավանդ որովհետև սաները ամբողջ հայաստանցի ընտանիքներու զավակներ են Կիպրոսը այդ խնդրեմը չունի որովհետև բարդավորված է բեդության ստանցնած միջազգային նորմերով արևմտահայերեն դասավանդել իր այսօրվա նախագծարաններուն եւ միջնակարգին մեջ Եկեք անգերց խոսենք Ամեն բարակայ Մելքոնյանի թեման այսպես գուզեմ եզրափակել դուն հույս մգդեսնես Մելքոնյանը օրը դարձյալ այդ շենքերում մեջ կյանք պիտի կյանքի երագը հոսի Սակո գիտես որ նյութականի գողքին Սակո գիտես որ ես սպիրկայության մեջ քիչը controversial ինչպես կսեն հայերեն դու ավելի լավ հայերեն գիտես Հագասական controversial քիչը ցերկը քիչը բանեմ ավելի իրաբաշտ իրադես Մելքոնյանը որպես երկրորդական վարժարան այո գրնալ որ ճունի որևէ նշույլ ոչ արփարեկորզականը պիտի հուզվի այս հարցով այո իմ պատկերացումս տարբեր է ես այսօր գտեսնեմ որ Մելքոնյանը Գիբրոսի թրվածքին մեջ ունի ուրիշ աբակա ուրիշ արաքելություն սպիրկյան համասպիրկյան արաքելություն Չեմ ուզեր ավելի մտնել այս հարցի մեջ, որովհետև շատ խաղ է մտքիս մեջ բայց խաղապարը ունիս Ես խաղապարը ունիմ, որ պիտի վերագրնա, որ ոչ թե պիտի, մեկ բանջն է, գրնա լալ արիտ հանդիսանա, որ Մելքոնյան անունը որպես ուսումնական կենտրոն Դարբեր rebranding մլա ինչպես որ ինձից էր pedagogan ներկայացիչն ալ որում պետք է ողջունենք բարոն Մահդեսյանը վերջին մեր զրույցի ընթացքին նույն բարերով սավ գայելի է ֆորմատը փոխել շենքերը բայել ժառանգությունը բայել ոգին բայել հուսանք այդ նաև բարոն Վարդգես Մահդեսյանի չանկերով է որ այդ շենքերը դակավին կմնան ասալ պետք է սեփականության մեջ պետք է վգայենք այո որովհետև այո ամենամարտ Մելքոնյանի սաները լան դեղական քաղաքական շրջանակները լան ամենամարտ կսե որ եսերի հայամանքի pedagogan ներկայացուցիչը ունի իր աշխատանքը անելու ոչ թե թուրսը գորալով այլ դագից ինչպես կսեն Հայաստան եւ ադիգա հարավ եւ պահպանեց անգերց խոսենք Դոկտոր Աշյան դուք կսերիք մաքուր քաղաքականացված ընտանիք եմ այն իմաստով որ ծեր հայրը երկար դարիներ pedagogan ներկայացիչներ հայկական համայնքի եւ քիչ առաջ սիկ թե քիրքի մասին ագնարգեցիք ուզեի նաեւ մեր ագընտիրներուն հետ գիսվիկ ի վերջո ինչ ժառանգություն թողած է ծեր հայրը ֆինանսական ժառանգության մասին չէ նաև ինչ ոգի թողած է ինչ է իր ուղեկիցը ինչեր եւ այսօր այդ ուղեկիցը ուր է Անդրանիկ Աշճյանի անցով ներկայացող ազգային հարցերու մեջ լալ իրաբաշտ չկա ծայրը չկա ֆանատիկը չկա անհոգը իրաբաշտ միջին լեզու գտնող գամրջող ծայրերը մոդեցնող ծայրերը որքան ծայրերը գրնան մոդենալ ադիգա փանչնենք բայց ծայրերուն մեջտեղը մեծ խավ մգա եւ այդ է հայկական իրականությունը այսօրալ ամեն դեր գա խավը որ չի հագիր ոչ մեկ ծայրին ոչ մյուս անդարբեր է ասել գուզես խավը ասին չեզոք բայ է որ գսենք չեզոք բայ ադոնք բոլորը գսպասեն
լսել Հաղթողին ոչ կսպասեն լսել անոր որ իրաբաշտ մոտեցում պիտի ունենա հագանչին նորմալ երևցով ոչ ծայրահեղ այսօր ինչքանով իրաբաշտ է սպիրկի մեր ղեկավարությունը քու գարձիկովդ կամ խոսույթը սպիրկի մեջ լա սպիրկի մեր ղեկավարությունը լա Հայաստանի մեջ որ գլսեմ շատ մդարեր ամեն մարդ ծայրը փամը ճուվամը արած կքաշեգոր ամենում պետք է լալ իրաբաշտ եւ ես միշտ կսեմ եւ միշտ օրինակը բերեմ Կիպրոսին որ դեղական շրջանային քաղաքականության մեջ ունենալով հանդերձ Թուրքիայի հետ դարագործություններ պաշտոնաբես ունենալով գամրջող լեզու գտնող եւ գողմեր իրար կովկովի բերող քաղաքականություն ունի որ գվարե չմոռնանք որ ես ոչ միայն հայկական իրականության եւ քաղաքական ավազանին մեջ մգրդված եմ այլ գիբրական նաեւ հայրս որքան որ հայկական հարցերով կամ հայկական աշխարհին մեջը հարկված անձնավորություններ նույնքան էլ Կիպրոսի եւ ես ալ այդ հասագարած եմ այդ ոգիով հա ընտանեկան դունին մեջ որ ոչ միայն կաթողիկոսներ նախարարներ հայ լասովետական Հայաստանից լասպյուրքեն գուկային եւ մեր դունը գայցել էին այլ նաեւ դեղական այսին հույն հասարակության անդամ ես ինքս չեմ ցներ ոչ որպես անցյալներս էի հերոստացուցային ինտերվյուում որ ես ինքս չեմ դեսներ որպես զուտ կիբրացի կամ որպես զուտ հայ չեմ ասեր մեգա իմ հայրենիքս է մյուսը չէ այլ թե իմ ծննդավայրս Կիպրոսի հայրենիքս իմ հայրենիքս է թե ալ իմ ասկային մայր հայրենիքս է Հայաստանը այդ երգույթությունը քեզի գխանկարե դոկտոր Աշչյան բնավ ընդհանրակը մեջս այդպիսի խանութ ստեղծած է որ կրնամ երկու կողմենալ իրաբաշտ տեսնել թե կիպրական իրականությունը թե հայկական իրականությունը Եկեք անգերց խոսենք Այս բոլորով հանդերձ դուք նաև ազգային ծեր բարդականություն գիտեմ որ մեր ագընտիրներն ալ թող գիտնան ինչքանով որ սարմանալի օրինակ դոկտոր Աշչյանը 6 օր աշխատի օրնի փուն եւ 7-րդ օրը հանգստանալու դեղ Գիրագի օրերը ժամատրված է հայ եկեղեցին հետ, ադիգա կարևոր ֆեյզ մնե ծեր կյանքի մեջ, ինչու այս կապվածությունը հայ եկեղեցին ցեզի ինչ տված է, բացի անգևոր Գիրագի օրն ալգստիվ է, որ գանուխ արտնակ եւ գերտակ եւ շարական գերկեք եւ բամը որ քիչ մխելքե վեր է մեր սերունդին համար։ Սպիրկի մեջ հայ ինքնության, հայ identity առաջին եւ ամենակարևոր ֆորումը եկեղեցին է։ Եկեղեցին ոչ միայն իր դիսական կամ արարողական իմաստով, այլ ընդհանրապես։ Եկեղեցին եղած է հայկական pedagogical բահբանողը, երբ pedagogical չունեինք, եկեղեցին եղած է սպիրկը, Քիչ մչես չափազանցեր գոր։ Ոչ։ Ինչ սել է բեդուտյան թերը, այսինքն ստանցնած է եկեղեցի։ Այո, որովհետև սակո Օսմանյան գայստրության ժամանակին միլետներն էին, չէ՞։ Այո, համայնքները, փոքրամասնությունները։ Ով էր այդ Օսմանյան իսկ իրականության մեջը այդ փոքրամասնություններուն ասկային խումբերուն ղեկավարը ներկայացուցիչը բարձր դրան մոտ։ Բադրիարքը։ Նույն բադրիարքը, հայ բադրիարքը Կիպրոսի մեջ նույնպես թե Օսմանյան դիրաբեդության, թե անգլիական դիրաբեդության մեջ նույն համայնքին, նույներու arczepiskopos հայ թուրք համայնքին մուֆտին, հայ համայնքին հայերուն առաջնորդը։ Եկեղեցին միայն գրոնական հաստատություն չէ, միայն ծիսագադար, արարողագադար հաստատություն չէ, այլ ասկային հաստատություն մնե, այո մարդիկ կսեն ժամանակավրեպը ես չեմ, ես ադոր համացայն չեմ, ժամանակավրեպը լալնալ ծայրայողություն է, եկեղեցին ամեն ինչով խիստ էթիկական կամ միայն աստվածաշնչական միջնատարյան կամ աստվածաշունչը կարոզող հաստատություն միայն չէ բոլորն է դուք գազգայնացնեք որ քրիստոնեությունը ատեզին գավադասկիչ հայ եկեղեցվո եւ բոլոր Օսմանյան դիրաբեդության դակ ապրող բոլոր համայնքներուն եւ եկեղեցիներուն համար ասկային գործոնը կարեւոր է եղած է իրենց մի քանի 100 տարվա
կորձելագերբը։ Քիչ անգերձ ասելու համար վերջին տարիներուն եկեղեցին նույն տերը չգադարեց Հայաստանի մեջ, այսին եկեղեցին չեղավ միացնող, չէ՞, շատեր օրինակ այդ քայլը եկեղեցին հարգեցին, որովհետև իրենց քաղաքական ուղղության հարիրեր, ուրիշներ եկեղեցին ավելի հերացան, Հայաստանի բարակային է խոսքը։ Սովետական տարիներուն Վազգեն առաջինը, բայց այդել մներ է։ Վազգեն առաջինը կնկատվեր որպես ամեն ինչեն վեր անձնավորությունը։ Ադի նորմը գտորել։ Այսօր ունենք այդպիսի գերբարմը։ Նայ դժբախտաբար չես ուզես կոր հարցերու դանիլ ինձի որ Չէ, ես անգերց կխոսենք կոր դոկտոր Աշճան, որ եկեղեցին ծեր ամենօրյա օրագարկն է, ծեր կյանքն է նաև ինչ որտեղ։ Դուք ամենօրյա 30 տարի ավելի է Հայաստանի Հանրապետությունը անգախ է եւ դակավին եկեղեցին իր թերը չկդած։ Հայաստանի Հանրապետության մեջ մուտք գործած են աղանդներ, շարժումներ եւ եկեղեցին։ Դա ինչու օրինակ սպիրկի մեջ աղանդներ կան, բայց չենք խոսիր այդ մասին։ Ինչու հաջող Հայաստանի մասին այսպես քար գնենք։ Այստեղը պետք եղած կարողությունը կամ պետք եղած դաստիարակությունը չեղած ժողովրդին մեջ, որբեսի թիմատրե այդ աղանդները։ Դա մեր ժողովուրդը Հայաստանի եկեղեցին անտեպ որոշ վերաբահություն ունի։ Նույնը չէ սպիրկի անտեպ։ Սպիրկի եկեղեցին սխալներ չունի արդյոք։ Ունի։ Բայց ինչ է գախնիկը քու գարձիկովդ, որ Հայաստանի մեջ մեր ժողովուրդը քիչ մը ինքզինքը հերու կբահե, կամ ժողովրդի խավը հերու կփորձե բահել, կամ գխուսապի եկեղեցին, այսին եկեղեցին իր օրգանիկ կյանքի մեջ չէ, ամենօրյա իր շփումի մեջ չէ, ամենօրյա դերհոր հետ ինչ որ օրինակ Կիպրոսի որևէ հայ, եթե հարցնես, նույնիսկ հայաստանցի, ամենօրյա գաբի մեջ է դերմոմիգին հետ այս բարակային կամ Հովանես Վարդապետին հետ լիմասոլի մեջ։ Ինչ է գախնիկը։ Ուրեն հոստերը, ուրեն քահանան նստած եկեղեցին կսպասի թե ոչ քահանան պետք է երթա դեպի ժողովուրդ։ Հոսալ կտեսնամ, կգարտամ համացանցի մեջ կգարտամ կան առաջնորդներ կան թեմեր որ առաջնորդ իսկապես ժողովրդին հետ է ժողովրդին մեջն է կան առաջնորդներ որ քաղաքականությամբ սպառած են կան առաջնորդներ որ բիզնեսով սպառած են եկեղեցին բիզնես չէ եկեղեցին աշխատանքային ասպարեզ չէ եկեղեցական ըլլալը ակորդ չէ կարիերա չէ այսինքն կարիերա չէ եկեղեցին կարիերա չէ հարկելի միդիչի ասեմ, բայց Սուրբ Էջմիածնի միապան վարդապետը բարեկամ ինձ իսա որ ես իմ կուրսիս մեջ Գևորգյան ջեմարան աշակերտներ ունիմ որ պլան տրած են ես աս չապտարիեմ բիդիլամ վարդապետ աս չապտարիեմ բիդիլամ եպիսկոպոս աս չապտարիեմ բիդիլամ առաջնորդ աս չապտարիեմ բիդի շահիմաս կան դոլար աս չապտարիեն ասկան 100,000 Ողի ցեզի այսպես սած է Այո ինքը ապշած է որ ինչու մարդիկ կտիմեն հոգևոր ծառայության այդիկա այսին գոչում չի այլևս Ադիգա գոչում չէ։ Ո՞ր պետք է սրբակրի այս բոլորը։ Դու եթե բանկի ճաշտոնյա լալ, գերտաս կտիմես բանկ ճաշտոնյա գլաս, եթե լավ ճաշտոնյա ես, կբարձրանաս, հոգևորական հատ չէ։ Անգերձ է ծեր խոսքը։ Եվ հիմա գուկամ։ Սպիրկի մեջալ։ Գիլիգո Գաթողոստյան բարակայինալ։ Ուզես մադը վերքին ծնենք։ Հրամեց է։ 18 տարեկանին կներես բարին չոջուխմը վարտաբետ սերնատրելով, որ աշխարհ չդեսած Եվ հետո աշխարհ գրգելով եւ ծառայության անշուշտ սխալներ պիտի գործը Եվ հիմա կտեսնանք վերջին դարին ավելի հասուն ավելի մեծ տարիքով նոր միապաններ որոնք շատ հավանաբար պիտի հաջողին որովհետեւ Քոնե գիտեն կյանքը ինչ է հա կյանքը տեսած են մեկ բադանեգության այդ իրենց մեջ ցամբած գոչումը չէ այլ իսկական գոչումը ստացած են հոգեվորական դառնալու Այսին գրծած են գշրել, որ այս է կյանքը եւ այս է իմ որոշումս։ Եվ որոշած ես 18-ամյա աշակերտը Ինչքանով պատրաստ պիտի լա այդ մարդը, այդ երդասարտը։ Տարիները եւ նույնիսկ Անտիլիասի պատասխանատուները գսեն, որ այդ երդասարտները դպրեվան կավարտել 18 տարեկան, եթե գուզես կոր որ եկեղեցական բան ղրգե իրենց Հունաստան օրինակ թեմին մեջ ծառայեն որպես սարգսակներ 2-3 տարի։ Թող դեսնես, այսօր կբորան որ քահանա չի գա։ Քահանայի բագաս կա։ Ամենտեղ ամեն ոլորտներում մեջ մարդ ուժի Մարդիկ չէ այդ երդասարտը այդ բադանին այդ 18 տարեկան չգազմավ դակավին իր սերային բոլոր օպշնները չդեսած Հա մարդկային նվազագույն բաներում ասի խոսիս Վերգե գրնալը որ աղջիկ մավնեցավ քահանա եղավ քեզի նորեն չի գործընթացի իր դանցը
Ճիշտ է, ավելի հիմնավորեցիր, ավելի շահեցար։ Ավելի շահեցար, քան թե վարտաբեդենես գրգես սիրա արվի, ցկե գործի։ Բայց գիտես չէ, մեր եկեղեցիները մրցումի մեջ են։ Քանի հատ պիտի ծերնատրենք, այս տարի ինչ է հունձկը։ Եկեք նայեմ, դեսնեմ քանի օքի գա նոր։ Չես կնար ադիգա փախտադել Սպիրկյան իրականություն եւ Հայաստանի իրականություն։ Անշուշտ։ Մեծ է դարբերությունը։ Ռեսուրսները շատ մեծ են։ Գտեսնանք ինչպես Գիլիգո Գաթովստյան Տբրևանքը աշակերտ գտնելու, աշակերտ բայելու, աշակերտ լուրջ խնդիր ունի։ Ոչ թե խնդիրը չէ գտնելուն։ Մա ներուժ չի գա այսինքն։ Ներուժ չի գա, ոստե 3 հատ Տբրևանք կա, 4 հատ Տբրանոց կա, քանի հատ կա ջեմարան։ Այս իմաստով աբական մտակնած է Գիլիգյանաթորին Գուգարձիկովը։ Ոչ, ես կտեսնեմ, որ Գիլիգյանաթորը ունի աբակա, որովհետեւ Գիլիգյանաթորը ունի Անգերց խոսենք, Անտրանիկ, անգերց խոսենք։ Միջին սերունդի լավ առաջնորդներ, շատ զորավոր առաջնորդներ ունի։ Եվ չենք խոսիր միայն տասական պերիոդեմին նման դերմը, որ տակնաբի մեջ է։ Եվ շատ վնասեց ադիգա գոչումներով, այո։ Տակնաբի մեջ է գոչումներով վնասեց, բայց այնպես առաջնորդ ունի, որ գանկուն է եւ ոչ միայն գանկուն է, աշխատող է։ Գանկուն գրնա կային վրա նստած։ Դե հիմա գանկուն լավ իմաստով ես։ Նույնը գտեսնամ, որ գա ամերիկյան ցամաքամասի մեջ, նույնը գտեսնամ երկու թեմերու բարակային նկատի ունիս։ Ես կտեսնամ, որ Ամերիկայի մեջ եկեղեցին ծառավնալիք չէ։ Հայ եկեղեցու Անտաստանը բաքսելիք չէ։ Շատ լավ է, ասիկա տրական խոսք մը գսես։ Ես ալ գուրախանամ, որովհետև ես ալ մեր եկեղեցու անտեպ գտեսնամ բոլսո մեջ որ ինչքան աշխուժ գործունեություն։ Հիմա գիտես բոլսո բարական խանտավարեք է զիադի։ Դարբերը շատ կխանտավարե, բայց դարբերը բարակ։ Չես վախնար, որ բոլսո հայերը թուրք են։ Նայ ամեն մարդ լսած ես կամ առնվազն այս գարտացած եմ եւ գբշկամ գքանիմ այդ քրողներուն վրա եւ իրենց խաղապարախոսության վրա, որ այնքան բանջկոդեն այսպիսի մեր բոլսահայ հայրնագիցներուն ուղությամբ, հա։ Մարդիկը քեզ ինձ մե ավելի հերոս են, որովհետեւ իրենց հայկական ինքնությունը կբահեն ողջույններ բոլսահայերուն ուրեմն իրենց ինքնությունը կբահեն եւ այդ պատրիարքը եւ իր նախորդները այդ թրքական իրականության մեջ քայլերու ворչին մեջ ոչխար գարած են լավ իմաստով շատ լավ այո քայլերու ворչին մեջն են բայց հոնեն գախնի գործակալություններով աչքերը իրենց վրան են եւ նույն ադեն իրենք չեն վհադիր իրենց բարդականությունը գդարել է մեկը թող չի խոսի ապրիլ 24-ին ցեղասպանությունը սերես չես սեր ինչը սերես Էրդողանին հետ նույն սեղան նստերես ինչը սել Էրդողանին հետ նույն սեղան նստերես Թավաջան ես թուրք ես եկեք անգերց խոսենք Ամեն բարակայի դոկտոր Աշյան ծեր գյանքի կարևոր ֆեյզերը մեկն ալ դուք լույսը տեսած եք ավանդություն մեն ընդանեգան որ գեդևիմ ինչս է լույս տեսնել այդ գխոսիմ չեմ սիրեր սակո գիտես այս բարը password մներ բուրճամուդի մեջ էր եւ ադիգա ես ալ շատ ադեն լսած եմ գուզես լույսը տեսնել ինձ ալ լսած եմ ոչ մեկ գաբ ունի իրականության խոսքը ազատ որնատիրներու մասին է, մասոններու մասին է։ Ինչ է քեզ համար այս շարժումը կամ այս միությունը եւ դու նվիրյալ մնես այդ միության։ Չէ, նվիրյալ չեմ գնար ասել։ Նվիրված չես այդ միության աշխատանքներուն։ Սիրելիս, ինչպես անգերց կխոսենք կոր։ Մարդիկ ամերիկյան գարմիր խաչին մեջ կամավորներ գլան կամ որևէ իրենց թաղի ֆուտբոլի խումբին մեջ կամավոր աշխատանք կդանին կա նաև այսպիսի գազագերբություններ, որոնք 2/3 ունին։ Բարիսիրականը եւ ինքնաշխատությամբ բարելավմանը։ Իմ անձնական հարցս է, ես ոչ կխառնվիմ սակոն ինչ կմտածե կամ այփը ինչ կմտածե, փենը ինչ կմտածե, ոչ քաղաքական որևէ միջամտության մեջնեմ բայց ինչու գվախնան մարդիկ երբ որ ասես ասի մասոն է conspiracy theories գիտես այսօր Google բաց եւ փնդրե առաջին բաները որ պիտի գտնես առաջին գնալ առաջին դասին մեջը մեծամասնությունը քեզի բացասական ժխտական դպավորություն խորքը ժխտական չէ ըստ քեզի ոչ խորքը ժխտական չէ
Տուն ժառանգած ես այդ պատկանելիությունը թե տուն բրվտած ես։ Ես ժառանգ նայ։ Ընտանեկան ավանդություն կա երկու մեծ հայրերես։ Օ։ Ադիգա պայծսել չէ որ բարդատիր անդամ գլաս։ Ոչ ալ ինձի թուրեր բացած է, ոչ ալ իմ բանկի հաշիվս հարս ջոխացուցած է։ Ոչ ալ որևէ ցևով Քեզի ընկերության մեջ որոշ level մտված է դոկտոր Աշճյան անգերց հարաբերիս շատեր ինձ ադան գսեին դու մասոնը լաս հաստատ կու կորձերը դավելի լավ բիդլար Տուն բարձաբես կուքաս հարաբերելու որոշ մտավորական որոշ իմացական level-ի մարդկանց հետ Այսինքն իրար գտնեն բոլոր այդ եղբայրները եւ այդպիսի փոխհարաբերություններուն մեջ հորիզոնտալ հարաբերություն է ոչ ես կհանդուրժեմ մեկ ինձի վերեն նայի ոչ ալ տուն գուզես մեգումը ստրգացնել այո հավասարության եւ I look at you face to face աչք-աչքի գնայի Եվ ադիգա է սկզբունքը եւ ադիգա Հայության գյանքին գխառնվիկ Կիպրոսի մեջ որպես ոչ մեկ հայության դուք կնշանակեք դուք դարձյալ հոնգեր տանք մենք այո դուք հոնգեր տակ որովհետեւ այդ է եւ ես որպես լրակրող գարցնեմ բարձրապես անգեղձորեն որպես լրակրող արծուր որպես մեկը որ փողոցեն լսած է կամ մամուլեն լսած է կամ ինտերնետեն լսած է հարցուր նույնը պիտի լա պատասխանես շատ քարոշություն կա ցերտեմ ադոր ինչու առաջ կջ մարդիկ օրինակ ինֆլուենսներ հաջախ ցերտեմ գրած Հայաստանի մեջ սպիրկի մեջ ալ հրաբարագախոսներ քրողներ ես գիշեմ ամեն ապրիլ 24-ին հատկապես հնչակյան մայր գուսակցության ներկայացուցիչ անպայման քարմը պիտի նետեր մասոններում վրա Երտանի մատող դեստան ապրիլ 24-ին Պասադինեի հայկական եթե նկարները փանաս դեսա ես վերջերս որքան քանի եղբայրներ մասոններ իրենց ռեգալիաներով կացած են եւ զագեբսակներ թարգած են դեսա իսկապես այո ադիգա ինչսել է այսին մեկը գսե աթալյատին հետ եղբայրային եղբայր չէ Թանել Վարժանին մորտեցին որովհետև մասոնություն չդեսներ քաղաքականություն քաղաքական չեն ծեր մոդեցումները ոչ մեկ գլխավոր նպատակը ինչ է այս մասը ավարտենք 30 ունի Փարեսիրականը եւ ինքնաշխատությամբ ինքնինքդ բայց ես չեմ լսած բաց այդ Փարեսիրական ինչ որ բաներացեք դոկտոր Աշճյան կամ չեք հայտարարեր այսինքն որպես եղբայրություն հիմա ամբիսի երգիրներու մեջ որ գարիկը գա հայցասական հարցեր կան Գրնալալ չի հայտարարել ես քեզի օրինակ կդամ հիմա օրինակ կդամ քեզի Անգլիո միացյալ քերակույն օթյակը դարեգան մի քանի 100 միլիոն pound Փարեսիրական հատկացումներ կգադարի անգլիացիներուն եղբայրներուն թե ընդհանրապես ցեզի չէ այսինքն բոլորին Բաղեստինի մեջ ոչ թե Իսրայել Բաղեստինի մեջ հիվանդանոցներ կբահեն Այսին նորություն է ինձ նորություն է ցեզի համար որովհետև մենք բարդավոր չենք այսին դու գալ Աստվածաշունչը գսե որ աչ ցերկը չգիտնա ինչ կնեցախդ քեզի ինչ որուն ինչ բարեսիրությունը հայտարարվելիք չի եթե հայտարարես այլևս բարեկորություն այսին դու խնդիր աչունիկ ցանուցել ծեր աշխատանքները այսին ինչ կմտածեն տող մտածեն մենք մեր կորձը գնենք մենք մեր կորձին գնանք այո արևմտյան աշխարհին մեջը բացված է դեպի դուրս կարոշչական ավելի քիչ մտապանցիկ է չէ դոկտոր Աշճյան Տապանցիկ է կարոշչական է բացահայտ է միջին արևելքի մեջ կամ արևելյան Եվրոպայի մեջ Հայաստանի մեջ գախնի է դարձյալ Գախնի in a way չէ գախնի չէ բայց բաճար չունի կայքեչ կա Անցյալ օրին ցարծուցիր նույն հարցումը քեզի կայքեչ մղրգեցի it's on the web Բաց դես կարտա լուսավորվիր ոչ լուսավորվիր չի բաց դես կարտա ոչ մեկ ըստ վերային գործունեություն ցկի ինչ կսեն ցկի ինչ կարոզեն ցկի ինչ կգտնեն ամեն դեսա Հայաստանի պետությունը ինչպես կվերապերի քո գարձիկով չեմ գիտեր չեմ բրբդած չէ խանգարեր ծեր աշխատանքները պետությունը որ մեկ ոչ քաղաքական գազագերբության գործունեության մեջ միջամուխ կլա պետությունը միջամուխ կլա
երբ որևէ գազագերբություն բացահայտ ցևով պիտի ապագայունացնե երկրիմը գայունությունը մենք մեր առաջին խոսքը որ գսենք որևէ անդամի որ գլա որ դու իբերությանը թեմ չես կորձեր թեմ կորզունություն պիտի չի դանիս որևէ քաղաքական կամ գրոնական հարց պիտի չարձածես եւ վերջ բոլորին հետ լավ դիլաս բոլորին հետ լավ նախ եւ առաջ օրենքները պիտի հարկես այդ պետության որ ծնած ես եւ այդ պետության ուր գաբրիս եւ եթե զանցե որևէ ցևով ոտնագողի ադոնք գբաջվի անշուշտ է եւ մեծամասնությունը բացասական խոսողներուն անոնք են որ բանի մեջ գտնված են հանցանքի մեջ գտնված են բաճված են դուրս ելած են եւ սկսած են կարգոծել այո ամենս որ ես որևէ խոցելի բան չեմ տեսներ ինձ մեկը հայ քաղաքական ղեկավարը եկավ եւ ասավ դու ինչ գործ ունես քու ռեսուրսները եւ քու էներգիտ օդար գազագերբության մեջ գտնեմ նեղացար չէ պատասխանեցի երեսին նայելով ասի որ ես հոն որ գահստիմ որ օդար շրջանակներում մեջ դու ծեր նման հայտած ասեմբլի է եղեր չգիտեմ ինչ է լոբիստական որևէ աշխատանք միլիոններ որ ծախսես չես ասնի ատկարկի այո եկեք անգերց խոսենք ծեր ցանկի ասենք այս հոլովույթի մեջ այսօր դուք ուր կգտնեք դուք ցեզի գիբրահայ համայնքի մեջ որպես թերագադար հարցս քիչ մնաև քաղաքական երեսակ ունի որովհետև դուք հիշեցնեմ մեր ագնտիրներում որ անգամ փորձած եք տեգնազու դարձած եք Կիպրոսի ընդրություններուն նշեմ նաև որ Կիպրոսի խորհրդարանը ունի հայ համայնքի ներկայացուցիչը այսօր բարոն Վարդգես Մահդեսյանն է որոնց դեմ մրցած եք եւ արժանապատվությամբ պարտված եք այդ փուլը ինչ փոխեց ծեր մեջ եւ այսօր դուք ինչպես կդիտարկեք Կիպրոսի բարական ընելիք մը ունիք աբակային ինչպես է ցեզի համար բացկերը նախ ասենք որ Վարդգես Մահդեսյանը իր գրեթե 20-ամյա գործունեության մեջ կայունություն հաստատած է թե ներքին թե արտաքին իմաստով թե Հայաստանի Հանրապետության հետ փոխհարաբերության իմաստով բագակից մտանանք որ ամենաողջունելի բանը մեզի համար 1991-ին յետք 2025 թվականին թե Կիպրոսը Երևանի մեջ տեսփանադուն ունեցավ թե Հայաստանը նեգոսիո մեջ տեսփանադուն ունեցավ ասի պետք է արցականքել արցանակրել թրագան իմաստով իմ հույսս է որ pedagogan ներկայացուցիչը լալով պետության մոտ հայության խոսնակը ասենք ներկայացուցիչը ասենք ասկային իշխանությունը լալով համայնքին գլուխը եւ Հայաստանի Հանրապետության տեսփանը երեքը միասին պիտի գրնան շատ ավելի լավ համատրել Հայաստան Կիպրոս Կիպրահայություն Հայաստան ամեն ոլորտներում մեջ փոխհարաբերությունները հիմա կալով իդ հարցումից Վարդգես Մահդեսյանը գայունությունը ստեղծած է Վարդգես Մահդեսյանը մեծ իրակորձումներ ունեցած է ամեն կետնի վրա եւ նաեւ երբ որ Հայաստանեն պատվիրակություններ գայցել են Կիպրոս ինքը թիմավորող գողմին հետ է նաեւ որպես Կիպրոսի հայության ներկայացուցիչը եւ այդ թերը շատ լավ գդարած է 2011-ի ընտրություններուն այո եղավ քաղաքական ճակատումը անցած են վրային 14 տարիներ արդեն կարծեմ թե ամեն մարդ հասկացած է ինչ էր նպատակը եւ ուր հասած ենք այսօր եւ ինչպես կգործակցենք այսօր ես այսօր ասկային երեսփոխանական ժողովի ընդրված անդամ եմ ժողովուրդը զիս ընտրած է եւ ունիմ իմ թերագադարությունս կուսամ որ թերագադարություն գամրջող թերագադարություն մանտեղ ներկայացող զանազան հատվածներում միջև Աբակայի մասին այս կան աբական ինչ կփերե չենք գիտեր ոչ ագրնանք բարդատրել աբական ինչ կփերե ոչ ագրնանք ինքսինքնից առաջ քշելով եւ ինքսինքնից ցուցադրելով լա զանազան հարթակներում մեջ կամ աճուցախ կամ առաջին շարքերում մեջ նստելով չենք կրնալ բարդատրել որևէ աբակայի հերանագար ցկտում երազ
Ամեն ինչ ժամանակը գբեր։ Քեզ համար կարևոր է առաջին շարք նստիլը։ Ոչ։ Գիշեմ ժամանակին, երբ որ առաջին անգամ 2005-ին տեխնազություն ծրած էի pedagogan ներկայացուցիչ Բաշտոնին, հարցազրույցը վարած էր հետս Արցախանք ամսաթերթի խմբակիրներեն Արթո Դավիթյանը։ Ողջույններ ընկեր Արթոյի։ Այո, եւ ընկեր Արթոն ասաց էր որ տուն եկեղեցի երթասամբնգիրագի։ Մարտիկ կսեն որ ինչպես կրնա մեր ներկայացուցիչը խորանին ծառայել է, որ մեկ վերգան ղեկավարը խորանին ծառայելը ինչ կապ ունի։ Ոչ չակալն ես հոգևորականիմը, ոչ ալ ծառան ես հոգևորականիմը, Եպիսկոպոսի ինքսինքդ գծծնես խոնարհություն խոնարհլալ ղեկավարը պիտի լա խոնարհ ղեկավարը ինքը առաջինը պիտի լա թևերը սոպտող կորձի անցնողը ամբես որ այն ժամանակ ասած ես կգրկնեմ ինչ կապ ունի օրինակ համար մեկ եթե սարգսակ է եւ առաջին աթորգը առաջին աթոր փնդրողը չեմ միշտ հետևները գնստիմ ավելի լավ գտիդեմ ավելի լավ գունգընտրեմ եթե նստիմ եթե կորձի վրա չլամ եթե ինքս կամավոր ապարչին edem ճուրին մեջ խորունկ ճուրել որովհետեւ աթոր շարես որովհետեւ աշխատիմ այ պատրաստեմ ամբես որ ես կվգայեմ դու առաջին աթոր գսես կոր առաջին շարք գսես կոր փնդրողը չեմ Արկանք անոր որ բարդականություն ունի, ճաշտոն ունի, կրավատը գահակվի, դախմը գահակվի, արջևը գնստի, արկանք իրեն, it's not my thing. Անգերց խոսենք։ Դոկտոր Աշյան, վերջերս ես փախտապեր օրեր ապրեցա, այն իմաստով փախտորոշ Կիպրոսի եկա, հադորը գազմեցի, որոնց համար նաև շնորհակալ եմ բոլոր Շատ հետաքրքրական ֆիլմը ցուցադրեցիր, շատ վավերագրական։ Շնորհակալ եմ բոլոր Գիբրահայ ընկերներուս, բարեկամներուս, որոնց շարքին նաև թուգեք, որ այս արիթը եղավ, հետաքրքրական էր ինձ համար տեսնել Գիբրոսը 25 տարի հետք Նաև գարկ մարումներով զգացի, որ Գիպրոսի հասարակության վերաբերմունքը թրքական գողմին հանդեպ փոխված է եւ քաղաքի մեջ դարբեր վիճակ մգա այն իմաստով, որ եթե անցյալին լիդրայի մեջ ոչ մեկ թրքերեն բարգ լսեիր, այսօր եթե Նիկոսիոս սիրտը երտաս եւ ուզես բդդիլ մանկալ, անպայման ագանչի թրքերեն մը պիտի հասնի։ Ինչ տեղի կունենա այսօր ինչպես կնկարագրեք եւ ճիշտ է որ մենք որպես հայեր կբահենք այդ պահանջադիրությունը բայց Գիպրոսի հասարակությունը կարծեք փոխած է իր ագնոցները թրքական գոմին նայելով Գիպրացիներուն հանդեպ այո միշտ կան զարահեղ դարեր որ Ժխտականները կոծենք պետք է ամեն ինչը պետք է չարտենք այո չարտենք փշրենք ծովը տապենք վերջավորության մեր գլխի մի դիկա մեզի պիտի ծովը տապեն չեք կրնար 80 միլիոն 90 միլիոն հաշվող աշխարհի ամենահզոր բանակներն մեկ ունեցող պետության մահանտեպ Դավիթի եւ Գողիաթի պատմությունն էր որտեղ այս բարակային Գողիաթը ծորավոր է Դավիթը հաղթական չի կար պետք է փոխենք գայունություն եւ այդ գայունությունը Գիպրոս այսօր քաղաքական գայունության մասածի Եվրոմիության անդամ լալով Սիկ այն օրերունալ ամենակարևոր խաղաթուղթերը մեկն է Եվրոմիություն լալը Եվրոմիության անդամ լալը արդեն գայունությունը բերած է եւ այո Թուրք Կիպրացի բնակչությունն ալ Կիպրոսի բնիկ ժողովուրդներն մեկն է ասենք որ DNA-ը Թուրք Կիպրացիներուն եւ Թուրքիայի մեջ ապրողներուն բոլորովին դարբեր է DNA հույն Կիպրացիներուն եւ Հունաստանի մեջ ապրող հույներուն բոլորովին դարբեր է եւ ընդհանրապես Թուրք Կիպրացիները եւ հույն Կիպրացիները նույնանման DNA ունին այսինքն իրենց լեզուն իրենց պատմությունը մշակույթն է որ իրենց դարձուցած է մեկուն հունախոս եւ քրիստոնյա մյուսին թրքախոս եւ մահմեդական նույն արմատներ ունեցող ժողովուրդներ են մեծամասնությունը թուրք կիպրացիներուն արդեն իսլամացած հույներ թուրքեր հույներ մարոնիտներ եւ հայեր են իրենց Զակումը եթե նայես 15-րդ դարեն 16-րդ դարեն յետ իսլամացած քրիստոնյա ժողովուրդներ են որ բարդատրապար հարգերը չվճարելու հարգեր չվճարելու համար իսլամացած են փոխած են իրենց գրոնքը եւ ինչպես նույնը եղավ սովետական դիրաբեդության ժամանակ Կազախստան
Թուրքմենստան ասպոլոր բեդություններուն նագետրոնական եւ Ադրբեջանի մեջ որ Թուրքիան իր կարոսչական մեքենան կորձիլեց նույնիսկ սովետական դարիներուն եւ իրենց ասկություն սորվեցուց որ իրենք ասկությամբ թուրք են նույնը գդարած է Օսմանյան դիրաբեդության ժամանակ եւ անգլիական քաղաքադիրության ժամանակ թուրքերուն Կիպրոսի թուրքերուն կամ մահմեդականներուն նույնը կփորձեր գդարել Հյուսիսային Հունաստանի Թրագիո շրջանի իսլամներուն որոնք այսօր գոյություն ունին եւ բաղկացուցիչ են այո եւ բայց նայեն հոնալ որովհետեւ Թուրքիան Թրագիո վրա ասեցությունն է չէ Թրագիան գնկադեր իր մեկ գրաված բաժինը իր հողը իր հողը եւ Հունաստանի Եվրոմիության անդամակցելով այդ գայունությունը ստեղծեց որ սահմանները խաղ չկա սահմանի խաղ իմ քաղաքացիներս են այո ասկությամբ թուրք են կամ ընդհանրակ գարստացն են կհարկեմ նույնը գսե Կիպրոսի հարաբերությունը ես ամենօրյա շփման գրեթե ամենօրյա շփման մեջ եմ ինչպես որ շատ մեծամասնությունը թե հույն գիբրացիներու թե մարոնիկ գիբրացիներու թե հայ գիբրայերու թուրքերուն հիմա շատ բնական է այսինքն մյուս կողմը երթալը եւ մյուս կողմը երթալ կամ մյուս կողմեն քալը կամ շփվիլը խոսիլը այսին առաջվա այդ բերլինյան բադը չի գա որ մենք 2000-ականներուն երբ Մելքոնյան դասավանդեի դարբեր էր վիճակը անշուշտ շատ դարբեր էր այո ես ալ մեծա գիտանով որ բադին հետև չգիտեմ ինչ կա դշնամի գա դշնամի եւ մանավանդ այդ տրոշակը որ այդ լերան վրա փորակրված է ամեն ինչը եթե գուզես գրնաս բացասական եւ դշնամական գերբով դեսնել ամեն ինչը գրնաս միջին գերբով կամ հարաբերության հարաբերակցության մարդկային հարաբերություն մարդկային կոյակցություն գրնա այդ նույն ֆանատիկ հույնը կամ հայ որ քեզի երգրիտ պեչը թուրքերը պիտի թափեն կամ պիտի լինի արյանձով եւ իր ապրած երկրի մեջ ամեն օր դոներ կեբաբ կուտե թուրքեն Գասի անգերց իրականություն է սպիրկայության մեջ կերտա թրկական հակուստ կակվի գանանունգա որ ես թրկական made in Turkey կրվածը չեմ ակվիր ինչս էլ է չես ակվիր գայբանես անոնց բայց իր գայբանը որ է ֆանատիկություն է գույր ֆանատիկություն է ասիգա գույր ֆանատիկությունը որևէ ասի այսին գայբանես նաև անոնք որ թրկական տրոշակ կայրեն Երևանի մեջ մեկ վարգան քեզի հարց տամ Բերլինի մեջ թուրքերը օրինակ ելան եւ Արցախի կամ Հայաստանի երակույնը այրեն դու ինչ պիտի ասես թուրքերը շունեն ինչու այրեցին չեն հարկեր դու ինչու Փարիզի մեջ թուրքական տրոշակ կայրես կամ Երևանի մեջ ինքը Փողոքեցին եւ շատերալ ելան նոսելու ինչ իրավունքով կփողոքե ես որպես հայ եթե թուրքերը ելան կամ Վաշինգտոնի մեջ որ գելեն մեր թիմած հագացույց կնեն եւ կբորան եւ դուք բանը այսին վերջ չունի get over it տրոշակ այրելով է որ մեր թադը պիտի լուծենք ավանդությունը դարձած դարիներուն բայց դեսանգուր հասանք այսօր կգարտայ որ եղեր արևմտյան Ադրբեջանի հողերը գուզեգոր տեսա Ալիև Թուրքիան միշտ մաքսիմալիստ թիրք դրած է որ իր շահը առնի նույնը եղավ Կիպրոսի հետ Կիպրոսը քրավեց Թուրքիա պիտի վերածե մսավ աման ոչ Թուրքիո չի գցես փանչես կիպրացիներուն պիտի ես ճանաչում առնեմ արավ իսլամական հարաբերություններում մեջ թիդորթի գարկավիճակ տվավ բայց անցյալ օր Բուդապեշտի մեջ ապտակը գերավ որ թուրքի բրացիներուն չհրավիրեց Օրբանը չհրավիրեց անդեսեց թուրքի բրագան համայնքի այո չգային այդ թուրքիկ ժողովին նգարվեցան հոներ Էրսին Թաթարը ամենաբարձրագեդը այդ մեկն էր այո եկան հիմա Բուդապեշտ փողոքած են որ հույնի բրացիներուն կարոշչության բաճը այսինքն մեր զենքը մեր քաղաքականությունը պիտի լա հոմ պիտի տանի մեր զենքը մեր մոդերետ քաղաքականություն դիվանագիտությունը պիտի անոր մեջն է անցյալ օր մեկը քրած էր երբ որ հարցազրույցը դվի հայկական գայանիմը տագը մեջ քրած էր որ Կիպրոսեն ինչ պիտի ունենանք սորվելու երկրի 70% թուրքերուն դվին քրեր էր օրիորդ մտիգին որ
ով գրածեր չեմ գիտեր, բայց Եգուր նաև որ պիտի գրնասը սելադոր արի պատասխան, որ այդ քաղաքականության պատճառով ոչ Կիպրոսը լման գործված է, ոչ Կիպրոսը զիջած է ոչ մեկ բան, Ընդհակառակը Կիպրոսը հարկված է։ Շենգենի անդամ անգամ պիտի դառնա, Կիպրոսը վաղ Եվրոպական միացյալ բանակի մեջը թեման պիտի գտնվի Թրկական զորքերուն հետ Կիպրոսը այսօր գփորդ գծկտի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Այս բոլորը ինչ հրացեն գայունություն եւ ստատուս տված են Կիպրոսը այսօր կնկատվի միջնորդ Բաղեստինի եւ Իսրայելի կամ Իսրայելի եւ Էրթրացի Լիբանանի եւ Սուրիո հետ Կիպրոսը կհանդիսանա դնդեսական այդ գազի արդատրության մեջ Եգիպտոսի Իսրայելի հետ զրուցակից Եկեք անգերց խոսենք Տուն Նիգոսիա Գաբրիս Արմենիաս ստրիտեն նսենք քնումը դրիր հանդիպեցար առաջնորդարան բարևեցիր Գոմիդաս Սրբազանին օրնությունը ստացար դուն կացիր գիշերը վախ գամեջդ որ թուրքերը հոնեն ոչ անգերց խոսենք ոչ Վիկտորիա փողոցի շատ հիշողությունները կամ լսողած ինչ որ թուրքերը անգարց պիտի կան գիշերով պիտի կան ասե Էրդողանի խոսքն է շատ հայտնի Էրդողանը ներքին շուգամ ունի գիշերով պիտի կան կսե Էրդողանը ներքին շուգամ ունի Էրդողանը իր ուզածը արավ իր ուզածը արած է իր ուզածը գուզե գոր ճշտոնականացնել կավլից ասեն վախ չունին կիբրահայերը ընդհանրապես Գիբրայր ավելի վախունին եթե հութիներեն մի հատ հրտիրը սխալմամբ մեր գլխունինա այսօրվա Սուրիո քաղաքացիական պատերազմին ալ մեկ հատ Գիբրոսիլերներուն վրա ինգածեր հրտիրը չիպացարվի տասնամյակին մեջ ավելի խնդիրունին եթե ռուսական հին արբանյակ բան վարինալի կլայվ մեր գլխուն վրային կան թե թուրքերը հարցագին թուրքերը հարցագել եթե ուզեին եթե լման Գիբրոսը կրավել ուզեին 1974-ին արդեն գրաված կլային երբ որ ոչ չունեին կանաչ լույս Թուրքիո հետաքրքրվածը Գիբրոսի հյուսիսային ծովեզերքն է հարուստ գազով ոչ գազ չկա գազ չկա Թուրքիո եւ Գիբրոսի միջև ծովին մեջ գազ չկա ամեն հարավն է Թուրքիո հետաքրքրածը որ 60 մողուն հերու Ջեյհանի նավահանգիստեն Դակարին մեկը ռոկետնբիճարն է եւ լման Բաքվի Ջեյհանի նավահանգիստը չպիտի բայտեցնի պիտի վերահսկե իր ստրատեգիկ բոլոր գառույցները որ ունի հանգիստ պիտի լա Գիլիգյան ճուրերուն վրա ափերուն վրա անգերց խոսենք Դոկտոր Աշյան իսկ քալով իդ վերադառնանք ավելի այսպես կանի մեր ժամանակ արդեն գմոդենա իր ավարտին Կիպրոսի քաղուտպես քաղուտիմը բարակային առաջիգա դասնամյակներու դեսլագանը դինչ է ինչ կրնա դալ այս քաղուտը գիտես ադեմը շատ կխոսվեր օրինակ այն մասին որ օրմորանց Կիլիգյան աթորը գրնա փոխադրվել Գիբրոս ասեն այսպեսի բաներ կխոսվի հաջող որովհետև Գիբրոսը իր դիրքով ավելի անգախ ավելի կոնֆլիկտներ են հերու ավելի խաղաղության մեջ լողացող հատված է հայության համար ինչ կրնա դալ Գիբրոսը որպես զոն ֆրանշ այսպես միջազգային հոգադարության եվրոպական արևմուտքի հոգադարության երկու երեք տարբեր բաներ գծնես կոր առաջինը Գիբրոսը որ գրնա դալ ոչ որպես Կիբրայություն այլ Գիբրոսը գրնա դալ որպես ստրատեգիկ պարտներ Հայաստանի Հանրապետության 1 երկրորդ որպես գամրջող դարաձախշրջանին մեջ ապրող զանազան հայերուն շատ անգամներ հագատրվող երկիրներում մեջ հայեր եւ որպես մարդասիրական օժանդակության դարածման գետրուն այդ ինչ որ նաեւ ընդհանրապես ոչ միայն հայության այլ բայց նաեւ հայության երրորդ տեղական իմաստով դագավին գրնամսել որ քրեթե մենք վերջին հայախոս գաղութն ենք մաքուր հայախոսեք առնվազն եկեղեցու փագի մեջ ոչ առնվազն եկեղեցու փագի նաեւ դուներու մեջ այո դժվարությունները կան այո միջազգայնացումը ասեմ շուրջինները գլոբալիզացիան շուրջինները ավելի քեզին նմանը լալով նաեւ իսլամական երկրի մեջ ապրելով հայ լեզուն չի գործել կովինը դեպ դարբեր է քեզ
այնպիսի երկրի մեջ որ նմանությունները շատ են, դրամապանական է, որ դրամապանական է, որ ավելի թյուրին է Հունաստանը դες, Հունաստանը որպես օրինակ եթե առնես, այսօր շատ քիչ են հայախոսները հունահայ գաղութին մեջ, բայց Կիպրոսի մեջ ավելի են մտահոգությունս իմ այդ է որ պետք ունի ամեն մեկ կառույց անխդիր քաղաքական, մշակութային, մարզական եւ եկեղեցին բացվիլ ամենուն սկիզբին ինչսինք եգուր ադորետ եզրափակենք ասիկա անոր դղան է անանկոր մենք կորչունինք ադիգա ադոր բաբան ուսակցությունն է ադոր մայրը այդ բարեսիրական է ասի մելքոնյանցի ասի մելքոնյանչից է մելքոնյան կացած է Հայաստան ուսանած է Թուրս ուսանած է ասամենը բաբան աղկադեր մաման հարուստ է մամային տրամով գաբրինգոր աս խդրությունները խոան ինչս եմ գարցս տպստի կոց Հակոբ Պարոնյանական միջավայրի մեջ ապրել են Թուրս պետք է կանք շատ լավ ինկլյուզիվ պետք է լանք ամենուն ընդունենք եւ քաչալերենք որ ամեն մարդ կա հոգ չէ թե աթորներուն վրա նստածները գրնալալ պետք է լավ ոտքի ելեն եւ դեղ դան իրենց մի ավելի ուսանած անձեր ու նոր սերունդիմը միանանանք պիտի կոյադևենք մենք 90-ական թվականներում բորացին կանչեցինք որ կփավե այլև 80 տարեկանները աթորներուն վրա 90-ական թվականներուն հեղաշրջում ասենք ճագերդյալ նոր մարտիկ եկան որ այդ ժամանակ 90-ական թվականներուն 50 տարեկան էին այսօր իրենք 80 տարեկան են իրենք տակավին ունեն Հասկանալի է, պիտի եզրափակեմ դոկտոր Աշճյան մեր համագարկողի առաջարկող, համատրողի առաջարկով արագ հարցումներ քանի մատ, շատ կարճ պատասխաններ կգնգալեմ ձեր սիրած նախասիրած ֆիլմը կամ թեմատրիչը Ուդար կամ հայ Նա ես անանք երկար ֆիլմերով ժամանակը նախ չունիմ դրամատրելու Այն ֆիլմերը, որ վերջին դարիներուն դիտեցի եւ ինձ դպավորեցին, բոլորն ագաբուն էին The Two Popes, The Conclave, Գրոնական թեմայի երթ, չէ, բայց ինչ է, անդեղ գիմանաս ցևովը զավեշտական ալգրնալալ, ներքին խոանոցային ցևերը, որ քաղաքականությունը գաշխատի։ House of Cards television series-ը գար, որ ինչպես Ամերիկայի մեջ քաղաքական աշխարհը գաշխատի։ Ասպիսի քաղաքական Փնույթ ունեցող մեկ ֆիլմը չէ այն փնույթ ունեցող բաները միշտ կդա այդ հոդարությունը գսիրես երաժիշտը կամ երաժշտությունը հայ թե օդար առաջինը որ մտքիդ կանցնի որ աղմուկ չէ այս աղմուկոտ աշխարհի մեջ ինչ որ աղմուկ չէ գրնա մոդեռն օդարը լա գրնա հայկականը լա խդրություն չունիս լավագույն ջաշը որ դոկտոր Աշճյանը գսիրե ջաշագել Türkiye'nin hep para köfte. Գագնգալի Armenian sushi. Լավագույն հայ քրողը կամ օդար քրողը կամ քիրքը կամ հեղինակը։ Սակո շատ բաներ գարցնես որ մեկատ քրատարաններ գանդունս քրատարաններ Չեմ հասկացիր, բայց մեկ հեղինակը որ հաջող կրնաս վերաթարնալ։ Մեկ հեղինակ հեղինակը որ կվերաթարնաս, բացի Աստվածաշունչեն, որ ամեն գիրագի կրնաս աչքի կալ։ Ադիգա չի Աստվածաշունչը չէ, բայց հեղինակը, քրողը։ Մեկ հեղինակի որ իդ կուզեմ։ Սիրես, այո։ Չէ։ Ոչ եւ քրիչ եւ հայերեն շատ սորված եմ։ Հիմա բիդիսեմ եւ բիդի ժպտաս Վարուժան arczepiskopos Հերգելյան ողջույններ սրբազան։ Քրիչմն է ոչ մնե եւ հայերեն է որ ինձ համար դբրոց եղած է։ Ողջույններ մեր սիրելի սրբազանին երկար կյանք առողջություն իսկ հայը քեզի համար ով է եթե ես հայը ես գիտեմ պատասխանը իմ մտքիս մեջ կա կոսմիկ հայը դիեզերական անչափահասները որ տուն ունիս այն համեմները որ տուն ունիս որոնք ոչ Յանն է ով է ոչ Լուսավորչականն է ոչ Տաշնակցական Ռամգավար Հնչակյանն է ով է Հոսե հայը Հոսե անձնական գերբարով Մեգը գրնալալ 50 տարի Թուրս ապրի Հայաստան եկած չլա եւ գտեսնաս եւ գսկաս երբ որ ադանս երբ որ զվարտնո ցոտագայան գիչնե կամ երբ որ դիզերնագապետ կելե եւ գտեսնաս ոնե որ գսկաս աս մարտը հայ ողջույն at հայերուն դոկտոր Աշճյան շնորհակալ եմ անգեղծ զրույց էր իսկապես եւ անգեղծորեն խոսեցանք ես շնորհակալ եմ Սակո
Այսպիսով ավարտին ասավ այսօրվա մեր եկեք անգերց խոսինք հյուրս դոկտոր Անտրանիկ Աշճյանն էր Գիբրահայ մեր հայրենագիծը նարկելի ագնտիներ նաև չմոռնաք մասնակցել մեր կորձունեությանը լայք մսեղմել մեկնաբանություն մտողել ու դարաձել մեր դեսանյութերը այդ պիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընցես